Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը զգուշացրել է Իրանին, որ Կատարի գազային հանգույցին կրկին հարվածելու դեպքում այն կբախվի ծանր հետևանքների։ Նրա խոսքով Իսրայելը այլևս չի հարձակվի հարավային Պարսի վրա, եթե Իրանը անխոհեմ որոշում չկայացնի եւ չհարվածի Կատարին։ ԵՊՀ արաբագիտության ամբիոնի վարիչ Հայկ Քոչարյանը նշել է, որ նման հարվածների մասին քննարկումները ակտիվացել են հարավային Պարսի դեմ 3 իրականացված ռազմական գործողություններից հետո։ Այսինքն Իրանի ամենամեծ նավթա գազի պաշարների թանկավայրի ենթակառուցվածքների ներողությամբ եղավ ռազմական գործողություններ։ Սա իրանական ենթակառուցվածքները վնասելուն միտված նաև եւ չշահագործելու ուղղություններ։ Հիմա դրա հետ կապված երկու տարբեր կարծիք կա, այսինքն որ տարածվում են տարբեր լրատվականներով եւ Տրամփի սոցիալական ցանցում գրվածը, որ իրենք պատասխան իրենց չի համաձայնվել Իսրայելի կողմից նման հարվածները, բայց Իրանն էլ հակառակ գործողությունն է ձեռնարկում։ Ըստ Արաբագետի Իրանի կողմից Կատարի գազային ենթակառուցվածքներին հասցված հարվածը կարող է դիտվել բավական տարօրինակ քայլ։ Նրա խոսքով Մերձավոր Արևելքում վերջին բոլոր հակամարտությունների ընթացքում հիմնականում խուսափել են գազային ենթակառուցվածքները թիրախավորելուց։ Բայց իրավիճակի լրջությունը եւ խորությունը ցտած որ այդ արգելքներն են դուրս եկել, ինչը դա նկատում եմ միշտ շատ թանկարժեք է ենթակառուցվածքը վերականգնել եւ ժամանակատարը ամենակարևորը։ Ոչ միայն թանկարժեք, այլ ժամանակատարը։ Դա համար բոլորը խուսափում էին դրանց վնասելու հետագայում օգտագործելու նպատակով։ Իսկ այս պարագայում վնասներն դեռ գնահատվում են, բայց ակնհայտ է, որ կատարյան ենթակառուցվածքները գազային բավականին տուժել են։ Սա նշանակում է, որ առաջիկայում գազային շուկայում կլինեն տատանումներ գնային, որտեղ սա բերելու է կրճատման, արտահանման։ Իրանը բազմիցս հայտարարել է կհարվածի այն երկրներին, որտեղ տեղակայված են ամերիկյան ռազմաբազաներ, սակայն ըստ Հայկ Քոչարյանի Պարսից ծոցի երկրները հակահարվածից առաջ պետք է հասկանան, թե ինչ պայմաններում կարող են նման քայլի դիմել։ Որտեղ Իրանը նշում է, որ ամերիկյան ենթակառուցվածքներն է թիրախավորում, կա դժգոհություն ծոցի արաբական երկրների կողմից, որ իրենց տարածքում նման գործողություններ են իրականացվում, բայց եւ փորձեր կան նաեւ այդ բոլոր ուժերը համախմբել ընդդեմ Իրանի ինչ-որ կոալիցիոն գործողության մեջ, բայց պետք է հասկանալ, որ երկու խմբի են այդ երկրները մեծ մասով բաժանված։ Նա նշում է, որ երկրները պայմանականորեն կարելի է բաժանել երկու խմբի՝ ազդեցիկ եւ ոչ ազդեցիկ, եւ նրանք գիտակցում են, որ Իրանի հետ կապված ցանկացած գործողություն կարող է ունենալ անկանխատեսելի հետևանքներ։ Այդ պատճառով նախընտրում են հարցը պահել դիվանագիտական հարթության մեջ եւ սահմանափակվել հայտարարություններով։ Անդրադառնալով այն հանգամանքին, որ արաբական երկրները չեն աջակցում Իրանին, Արաբագետը նշում է. օրինակ Արաբական Միացյալ Էմիրությունները տարաձայնություն է ունեցել Իրանի հետ կղզիների պատկանելիության հարցում։ Նրա խոսքով ընդհանուր առմամբ հարաբերությունները հարթ չեն եղել, թեև Իրանը նախապես զգուշացրել էր հնարավոր զարգացումների մասին։ Արաբական երկրները բոլորն էլ ոչ մեկին պետք չէր տարածաշրջանում լարվածություն, տարբեր տնտեսական, անվտանգային իրավիճակներ, որտեղ սա միայն Հորմուզի նեղուցի փակ լինելու մասին չի խոսք կամ այդ հրթիռակոծությունների մասին, սա կարող են բերել անկայունության ամբողջ տարածաշրջանում, իսկ անկայունության դեպքում կարող ենք տեսնել բազմաթիվ այլ իսլամիստական խմբերի ակտիվացում, որոնք կան տարածաշրջանում, բայց տարբեր մեխանիզմներով են վերահսկվում։ Հայկ Քոչարյանի համոզմամբ արաբական երկրները կանգնած են բարդ ընտրության առաջ։ Մի կողմից պետք է պահպանեն ինքնուրույնությունը, մյուս կողմից հակաիրանյան քայլերի դիմեն այնպես, որ չասոցացվեն իսրայելա-ամերիկյան գործողությունների հետ։ Նա նաև հիշեցրեց, Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը այլևս նախկինը չի լինելու։ Արաքչյան խոսել է, որ այդ կոնֆլիկտային իրավիճակում, այսինքն կամ այս կոնֆլիկտային իրավիճակում նոր քննարկում է պետք Հորմուզի հետ կապված նախաձեռնել, որտեղ շահագործման հետ կապված։ Փաստացի ձեր այսինքն Միացյալ Նահանգների կոչը ՆԱՏՕ-ի երկրներին անարձագանք մնաց, անմասնակցային եւ ինչը բավականին դժգոհություն առաջացել Սպիտակ տանը անձամբ Տրամփի մոտ, որը
անգամ ասես դա մեզ պետք էլ չի, մենք մենակի կլուծենք այդ հարցը։ Ըստ Արաբագետի հակամարտությունից հետո ուրիշ Իրան է լինելու, կռվով անցած, իր նպատակներին հասած կամ դրանք զիջած, առավել եւս երբ ներքաղաքական իրադարձություններ են նաեւ տեղի ունենում։ Լիլիթ Աբրահամյան, Ալվարդ Բաղդասարյան, Մանուել Ստեփանյան, Ռադար Արմենիա։